Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, ինչպես միշտ այս ձմեռվա օրով սկսենք դրսից, մեր բակի ձները, չեք պատկերացնում, նորից ձյուն է գալի, չմամ երևում ա թե չէ, վիդեոյի մեջ մանր ձյունամաղում, մեկ սուտկա նորից տվել ա սնեգապատ մեր մոտ, և հիմա սիրելիներս գնանք ջերմոց, տեսնենք ինչպես են աճում մեր ծաղիկները, նայեք ինչ հետաքրքիր շերտ ձյուն է երևում ա մեր զրոյինի վրա, հələ նայեք ժողովուրդ, հələ նայեք ջերմոցի վրայից ձյունը թափել է ու ինչա ստեղ կատարվում, եկեք հիմա միասին մտնենք սա ծիլանոց, տեսնենք ամուսինս ինչ է ցանում այդտեղ, իմ սիրելի հետևորդներ եկա ջերմոց, ամուսինս աշխատում ա, հող ա պատրաստում ցանքի համար, բոլորիդ էլ ցույց ենք տվել ինչպես ենք հողը պատրաստում, այս ինչ ես ցանե համ ստեղ նոր ցանած պիտունյա ունենք, հեսա նայեք ցույց տամ թե ինչպես են աճում մեր ծաղիկները, նայեք մեր մոտ ամենաառաջի ցանած ծաղիկն է գազանյան, որը որ ցանել ենք հունվարի 22-ին, վաղը արդեն ամուսնուս հետ սկսելու ենք պիկիրովկա անել փոքր ամանիկների մեջ, հեսա ձեզ ցույց կտամ ինչ ամանների մեջ, նաև հաջորդ վիդեոյին ցույց կտամ ինչպես ենք պիկիրովկա անում, այստեղ մեր մոտ նայեք ինչ գեղեցիկ աճել են արդեն ամպելնի պիտունյաները, այս փոքր ամանների մեջ, այստեղ նույնպես գազանյան է, որը որ նայեք արդեն լավ աճել են, պլյոնկաները հանում ենք ցելոֆանների վրայից, նայեք այստեղ դեռ քիչ են աճած, փոքրիկ են, սա բակոպան է ամպելնի թափվող, որը որ տնկում ենք կախովի բաների, կաշպոների մեջ, դեռ լրիվ չենք բացում, քիչ օդ ենք տալի, երկու գույնի ունենք, այստեղ էլ նոր ցանած ծաղիկներ ունենք, սերմերը ցանում ենք 2-3 օր տարբերությունով, որպեսզի պիկիրովկան մեր համար հեշտ լինի, ջերմաստիճանը նայեք, մեզ մոտ 20 աստիճան է ջերմոցում, սիրելիներս, համու շոկ հա, բայց մի տեսակ ծաղիկների համար, հա, այստեղ մեր մոտ արդեն բեգոնյաներն են ծլում, նայեք կանաչ երևում ա, չենք կարա բացենք հլը սիրելիներս, ինչ ունենք էլի այստեղ, աճում են մեր ծաղիկները, այստեղ պիտունյան ա, որ ցանել ենք, նայեք անյուտայի աչիկները ինչ լավ արդեն ծլել են, այս սորտերն են, այստեղ էլ նայեք մի փոքր շատ աջրվե, հողը բորբոսնել ա առաջի անգամ, բայց թողել ենք չորացել ա, արդեն վերանում ա, սա էլ ծլել է այս տարի տնկել ենք ճիշտն ասած նոր ծաղիկ է մեր մոտ, որը որ լինելու է կաշպոների մեջ, փոքր ծաղկամանների մեջ, սիրելիներս, ոնց էր կոչվում, համ գիբրիդն է ցիներարիա, Հայաստանում մարտի 8-ին ընդառաջ ծախում են փոքր ծաղկամանների մեջ, ինքը ոնց որ մանր ռամաշկաներ լինի, ընթացքում ցույց կտամ, այստեղ մեր 100 հատանոց սերմերի օսպորպեմուսն է, արդեն նայեք, էլի պուճուրիկները ծլում են, ուրեմն նայեք, այստեղ ինչ եմ տնկել սիրելիներս, երևի ինտերնետով շատ հանդիպած կլինեք, որ ծաղիկից հողունը դնում են ալոյենի մեջ և տնկում են հողի մեջ և փակում են ինչ-որ այդ թափանցիկ շշերով, ճիշտ ասած ես էլ եմ փորձ հետ ընկեմ, հլը տեսնենք ոնց է ծլելու, այստեղ էլ ճիշտ ասած բանանի պոչերն եմ տնկել էլի ալոյենի մեջ, չգիտեմ կծլի թե չի ծլի, այսպես սիրելիներս, ու այստեղ էլ նայեք ինչ ունենք, այս տեսակի ամաների մեջ վաղը գազանյաները պիկիրովկա ենք անելու, 144 հատ յաչեկաներ են, սիրելի հետևորդներ, սկզբից անյուտայի աչիկները և գազանյաները պիկիրովկա ենք անում ստեղ, թաղար ենք դնում, իրանք լավ արմատակալում են, նոր հետո տեղափոխում ենք մեծ կասետների մեջ պլասմասայից, ասենց սիրելիներս, հիմա գնանք դրանք ամուսնակս ինչա ցանում, ինչ ենք ցանում այսօր, լաբելիա երկու գույն էլ ցանելու ենք, սերմերը այս տեսակի ամաների մեջ են լաբելիաները, նայեք սիրելիներս, Բլու կապույտնա, կապույտնա, հա, շատ սիրուն գույնա,
Էս էլ է լաբելիա։ Հա, այդ բազարը։ Հա, սա էլ սպիտակն է։ Քանի որ ասել եմ ձեզ, արկղների մեջ տեղավորվում է 2000 հատ սև, 1000 հատը կապույտը կտնկենք, 1000 հատն էլ սպիտակը, սիրելիներս։ Այսպես, նույն տեխնիկայով էլի ցանում ենք, այսպես պլյոնկայով փակում ենք, սիրելի հետևորդներ, եւ սպասում ենք մինչև ծլի։ Հետո սկսում ենք քիչ-քիչ օդ տալ արդեն կողքից, նոր արդեն երբ որ լավ փարթամ են սատիլները, նոր պլյոնկան վերջնական հանում ենք վրայից։ Այսա սերմերը լաբելիայի, բոլոր սերմերը այս տեսակի մշակված են նյութերով։ Շատ հազվադեպ սերմեր, որ մի քիչ իրանք երկարուկ են, մնացած սերմերը բոլորը իրանք այս տեսակի տարբեր գույներով, աբալոչկայով մշակված են։ Այսպես սիրելիներս։ Մի խոսքով, լավ մնացեք, առողջ եղեք, այսօր մեր մոտ փետրվարի 16-ն է։ Մի մոռացեք լայքել, բաժանորդագրվել, սիրելի հետևորդներ, մինչ նոր հանդիպում։